Տիկին Անդրեսյան, դուք 2025 ուսումնական տարվասկզբին հայտարարեցիք, որ դպրոցները չեն լինի, որոնք չեն ունենա դասագրքեր, այսինքն կապահովի բոլոր դպրոցներում դասագրքերը, բայց ունենք դեռ դպրոցներ, որտեղ չկան դասագրքեր եւ ծնողները ստիպված են կամ տպել կամ գնել դասագրքերը, տեղյակ եք արդյոք խնդրից, ինչպես է կարգավորվում եւ դուք եք օգտվել արդյոք քան որ դպրոցում եք էլի գտնվում, երկրորդ հարցը բարձրացնել, ցավոք դպրոցներում շրջանառվում են նաեւ թմրամիջոցներ, անցած տարի էլ դեպքեր գրանցվեցին, այս մասով նախարարությունը ինչ է անում կանխելու համար, շնորհակալություն։ Շնորհակալություն, դասագրքերի մասով հարգելի լրագրող, պիտի խնդրեմ, որ դուք կոնկրետ լինեք, որովհետև ես ասում եմ, որ որևէ դպրոց չի ստացել պակաս դասագիրք եւ եթե դուք խոսում եք այն մասին, որ ինչ-որ նյութեր պետք է բազմացվեն, ամենայն հավանականությամբ խոսում եք այն առարկաների մասին, որոնք դասավանդվում են մոդուլներով, ոչ թե դասագրքերով։ Եվ պիտի խնդրեմ, որ դուք կոնկրետ լինեք, որտեվ ես ինչ որ ասել եմ, իմ ասածը այն է, ինչ որ իրականությունն է, բոլոր դասագրքերը, որոնք մրցույթների արդյունքում ընտրվել են, տպագրվել են եւ բաժանվել են դպրոցներին մինչեւ սեպտեմբերի 1-ը, այն քանակներով, որոնք որ դպրոցների կողմից պատվիրված են եղել։ Այդտեղ այլ հարց, դա մեկնաբանության հարց էլ չի։ Դուք կարող եք որպես լրագրող մեզ գրավոր հարցում ուղարկել, մենք ձեզ դպրոց առ դպրոց պատվիրված դասագիրք, առարկա, ստացված դասագիրք, օրով տեղեկատվությունը տանք, որպեսզի կներեք այս անհասկանալի ու անորոշ մեղմ ասած լուրերը, որտեղ իմ կարծիքով դա ոչ թե լուր է, այլ ապա տեղեկատվություն է, շարունակաբար չտարածվի։ Եթե ձեզ իսկապես հետաքրքիր է այդ հարցը, ուղարկեք այդ, մենք ձեզ ամբողջությամբ կտանք ըստ առարկայի, ըստ դասագրքի, որ դպրոց քանի հատ է գնացել եւ ինչքան է պատվիրված եղել։ Եկեք այն խոսակցությունները շարունակենք, որոնք որ ունեն որևէ հիմք եւ որևէ այլ տրամաբանություն, բացի ինչ որ օրակարգեր սպասարկելը։ Ես նախարարություն հարցում ուղարկեմ նաեւ ծնողների բողոքները քրքերի բացակայության համար, մասնավորապես Դավթաշենի դպրոցներից մեկում 3-րդ դասարանի Մարիինի գիրք, ես ուղարկեք։ Ես խնդրում եմ անպայման ուղարկեք, մենք էլ կփորձենք հասկանալ ինչպես է այդպես տեղի ունեցել, որովհետեւ չի կարող 3-րդ դասարանի Մարիինի գիրք պակաս տրվել դպրոցին։ Ուղարկեք, կհասկանանք ինչ խնդիր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։